Բարև ձեզ, իսում տեսանք, մեր հալու առաջ խմբագրության անդամներից մեկն է։ Հիմա ինքը կներկայանա և երկու հարց կհղենք, ինչ սպասումներ ունեն սահմանադրական դատարանի վճռից, ինչ են մտածում, պետք է արդյոք մանդատները վեցնել, թե ոչ, և իմ հարցը, որը ես տալիս եմ բոլորին, ինչ պետք է իշխանական ընդդիմությունը աներ, որ չարեց դժգոհ են, և փողոցում են գործունեություն ծավալել, և ազգային ժողովում նիստերը բայկոտել են, և պատերազմել են, և կռվել են, ամեն ինչ արել են, ինչի չհաջողվեց իրենց, ինչում են մեղադրում, որ իրենք լավ չաշխատեցին։ Գրպանական ընդդիմությունը չի էին ասում, որ Փաշինյանի գրպանի ընդդիմությունն է։ Շնորհակալ եմ հարցի համար։ Մայրս այսպիսի խոսք ուներ։ Մեր ամեն մեկից պահանջեք կամ սպասեք իր խելքը հասածի չափով։ Այդ մարդկանց խելքն էլ այդքան է հասնում։ Թողած Քպեն, թողած թուրքի լամուկ Նիկոլը, թողած իր բանդան անընդհատ ընդդիմություն են քննադատում, անընդհատ, գիտեն թե գործ են անում, իրենք ջուր են լսում Քպեի ջրաղացին, գետինը մտլեք, ձեզ նման ընդդիմություն է, որ ընդդիմությանն են քննադատում, թողանակ քննադատեն թուրքերին։ Գուցե ԿՊ-ն է քննադատում և ուրիշները սկսում են կրկնել։ Դե եթե ուղեղ չունեն սեփական, որ տարբեր են, ում ասածը կարելի է լսել, ումը չէ, այդ դեպքում ոչինչ կներեք, անել անհնար են կներեք։ Գիտեք ոնց, մարդում բնություն ուղեղ է տվել, կամ Տեր Աստվածը օժտել է մտավոր կարողությամբ, որ կարողանա մտածել։ Ինչ ամենավերջին այլանդակ զրպարտանքները այս 20 տարիների ընթացքում ուղեցին մի լավ հայ տղամարդու նկատմամբ, որը Ռոբերտ Քոչարյանն է կոչվում, որին թուրքերը վախենում էին մոտենալ, բանակցությունների գնալիս էլ վախենում էին մոտ նստել, որի ղեկավարման 10 տարիների ընթացքում ոչ մի պատերազմ չեղավ, որի ժամանակ թոշակները աշխատավարձերը մի քանի անգամ բարձրացան, որի ժամանակ մարվեցին բոլոր աշխատավարձային պարտքերը, որի ժամանակ կառուցվեցին բոլոր ճոպանուղիները բացի Տաթևերից, որը կառուցել է Ռուբեն Վարդանյանը ազգային բարերար։ Բոլոր կամուրջները նրա ժամանակ է եղել։ Հյուսիս հարավ ճանապարհը, չմոռանան, նույնիսկ մի մարդ կար, այս Կրկեսի մոտից, որ ճանապարհը սկսում էր դեպի Արցախ, դեպի Ստեփանակերտ գնացող այդ ճանապարհը, ասում է, սա լավ է կառուցել, որովհետև Ղարաբաղ գնալու ճանապարհն է, ասել դու չես գնում քո մեքենայով, ասում է, հետո ինչ, այդ աշճանի չկա, իսկ այդ բոլորը նախանձի անկարողության և ազգային արժանապատվությունից զուրկ լինելու արդյունք։ Ես հիմա կներեք, շատ մեծ սպասելիքներ չունեմ, ուղղակի սա իրավաբանական քայլ է, որը պետք է անել։ Թե չէ ով է այնտեղ մեր հարցը, այսպես ասած, բացատրելու, գուրգուրելու, Բփրեջ Սեդա Սաֆարյանը զզվելի զրպարտիչ կաշառակեր կիս կարող եմ այդ բոլորն ասել համար ու պատասխան տալ, որովհետև ինքն իր եղբայրը մեր երկրի թշնամիներն են, թշնամիները։ Ես բփրեջներից որևէ սպասելիք չունեմ իհարկե, բայց ես համոզված եմ նաև, որ արտադրությունը կհիվանդանա, բայց չի։ Դուք ուզում եք ասեք, այս մինիմում ծրագիրն է, պետք է սահմանադրական դատարանի միջոցով անցնեք, որ ձեր նպատակին հասնեք մաքսիմում ծրագրից։ Գիտեք ինչպես է։ Ծրագիր ունեք ավելի։ Ես այդքան միամիտ չեմ, որ մտածեմ, թե սրանք իշխանության գլուխ են բարձրացել անօրեն ճանապարհով, սրանց համար գոյություն չունի ոչ
օրենք, ոչ կարգ, ոչ կանոն, ոչ սահմանադրություն, որովհետև եթե մենք լավ ազգ լինենք, այն օրը, որ այսը մի քիչ վեր է, ազգային ժողովի դեմ դիմաց, գիշերով, այդ ստահակը, այդ սինը կոնը, ինչ-որ կամակատարների թիկունքի վրաս, որ նախարար էր ազատում աշխատանքից ու նախարար էր նշանակում գիշերվա ժամը 12-ին, այդ ժամանակ պետք է ժողովուրդը ոտքի տակ տար դրա։ WhatsApp-ով, գիշերը WhatsApp-ով գրում էր դիմում գրեք առավոտյան։ WhatsApp-ի ժամանակը դեռ չէր, WhatsApp-ը հետո կգար։ Այդ ժամանակ, երբ որ հրամայեց շրջափակել դատարանները, առաջին այլանդակությունը դա է եղել։ Եվ մեր ժողովուրդը կուլ է տվել, դրա համար էլ նա մեկին գերազանցող այլանդակություններ արեց։ Կներեք, իսկ ձեզ այն ժամանակ չէր թվում, որ ինքը կործանման ատանելու Հայաստանին, որտեղ այն գործողությունները, որ ինքը անում է, անօրինականությունները, այդ խոսում էր նրա մասին, որ իրենից հետո երկիր չենք ունենա, ինքը չի դատվի։ Գիտեք ինչ։ Ես դες տպավորություն ունեի, դուք չունեիք։ Ես դեմ եմ նրան դատելու, պարզ ասեմ, որովհետև եթե նա մտավ դատարան, Եվրոպայի այս փչացած, իսլամացած, խայտարակված Եվրոպայում ինչքան փչացած իրավապաշտպան կա, ինչքան փչացած իրավապաշտպան կա, բոլորը գալու են Երևան նրան հերոսացնել։ Ինչպես է պետք, ինքն էլ ասելու է, ես հիվանդ չի հասկանում, թող չթողնեք։ Նրա մանկության ժամանակվա իր հոգեկան հիվանդության թղթերը բոլոր Արսեն Թորոսյանի ձեռքում են։ Դրա համար նա չի համարձակվում Արսեն Թորոսյանի մասը կպնել։ Պետք է ունենա մազ Արսեն Թորոսյանը, որ կտրի։ Ինչպես։ Մազը պետք է լինի գլխին, որ կտրի։ Հաճելի է ձեզ տեսնելը։ Շնորհակալ եմ։ Միշտ շտախոս, միշտ ուրումության կողքը։ Շնորհակալ եմ։ Փոքր քայլելով իրենը հանդիպ։ Ես իրեն հաճախ եմ տեսել բոլոր ցույցերում։